Շինհրապարակներում փոշու անվերահսկելի տարածումն այլևս չի թույլատրվի։ Արդեն 1.5 ամիս է ինչ ուժի մեջ են մտել նոր պահանջները, որոնցով կառուցապատողները պարտավորեցվել են իրականացնել փոշենստեցման եւ փոշեճնշիչ միջոցառումներ, կիրառել օդի մաքրման եւ օդի որակի մոնիթորինգի համակարգեր։ Նախագծող կազմակերպությունները, ովքեր նախագծում են շինարարության կազմակերպման նախագիծ բաժինը, պիտի այդ բաժիններում ներառեն հենց փոշենստեցնող, փոշեճնշիչ միջոցառումներ, եւ որից հետո արդեն մեր շինարարական կազմակերպությունները պիտի այդ նախատեսված միջոցառումները, որոնք նախագծով նախատեսված էին, կիրառեն իրենց արդեն հրապարակի կազմակերպման փուլում։ Ըստ նոր նորմերի, շինարարության ամբողջ ընթացքում կառուցապատողները պետք է վերահսկեն արտանետումները, կիրառելով փոշեորսիչ, փոշեճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող եւ ցածր արտանետումներով, ահա այսպիսի սարքավորումներ։ Պարտադիր է նաև շինհրապարակների կաղավորումը օդի որակի մոնիթորինգի սարքերով։ Քաղաքաշինության կոմիտեն հիշեցնում է, դրանց պահպանումը պարտադիր է բոլոր շինհրապարակներում։ Բացառություններ չենք սահմանել, այսինքն դրանք տարածում են բոլոր շինհրապարակների վրա, որտեղ կա փոշու առաջացում։ Պահանջներ են սահմանվել նաև շինհրապարակի կազմակերպման համար։ Ժամանակավոր ճանապարհները պետք է ունենան բետոնե կամ այլ կոշտ ծածկույթ, իսկ մնացած տարածքները պատված լինեն խճի շերտով, փոշու առաջացումը կանխելու նպատակով։ Հողածածկ մակերևույթները հաշվի առնելով մեր եղանակային քամու պայմանները, հենց հաճախ հիմնական պատճառն են հանդիսանում փոշու առաջացման եւ ստացվում է, որ այդ երկու միջոցառումները շինհրապարակի մակերևույթը կդարձնեն ավելի, կբացառեն մակերևույթից փոշու առաջացումը։ Այս ամենից զատ կառուցապատողները պարտավոր են ապահովել շինհրապարակների կանոնավոր մաքրումը, կիրառել փոշեպաշտպան պատնեշներ եւ ցանցեր, ինչպես նաև պահպանել շինանյութերի տեղափոխման ու պահպանման սահմանված կանոնները։ Շինարարական նյութերը դրանք հաճախ հնարավոր չի պահեստավորել եւ դրանք առնվազն շինհրապարակում որտեղ եւ ինչ ձևով պիտի պահպանվեն, ծածկվեն, ջրվեն հաճախ եւ այլն։ Եվ կարծում ենք, որ այդ պահանջները բավականին ընդգրկուն են։ Քաղաքաշինության կոմիտեի գնահատմամբ նոր պահանջների լիարժեք պահպանումը հանրապետությունում կնվազեցնի շինարարական աշխատանքների հետևանքով մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ կբարելավի բնակավայրերի օդի որակը։ Պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն կիրականացնեն ինչպես քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, այնպես էլ բնապահպանության ու ներքի տեսչական մարմինները։ Խախտումների դեպքում կառուցապատողների համար նախատեսված են տուգանքներ, իսկ պահանջները բարեխղճորեն կատարող, այսպես կոչված կանաչ շինարարության սկզբունքներով աշխատող ընկերությունների համար քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է խրախուսման մեխանիզմներ, այդ թվում վարկանշային գնահատման շրջանակում։ Տիգրան Վակիմյան, Սեյրան Հակոբյան, Հորիզոն։